Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թանկագին հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, զարմանալի չէ, ինչպես բոլոր բռնապետական ռեժիմի իշխանությունները դասական իմաստով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները անընդմեջ հայտարարում են, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան։ Եվ որքան էլ փորձեն մեզ համոզել դրանում, Հայաստանում քաղաքական հետապնդումները ակնառու են, քաղբանտարկյալների թիվը աննախադեպ աճում է, իսկ արդարադատությունը բանտարկված է։ Երբ քաղաքացիներին ամիսներով պահում են կալանքի տակ, միայն այն պատճառով, որ նրանք փողոց են փակել, անկախության հրապարակում են կանգնել, կամ պարզապես համարձակվել են ասել «ես համաձայն չեմ», դա հենց քաղաքական հետապնդում է։ Երբ բողոքի ակցիայի ժամանակ բռնությունը կիրառվում է ուժայինների կողմից, բայց դատարան է գնում ոչ թե բռնություն գործադրողը, այլ սեփական իրավունքները պահանջող քաղաքացին, դա հենց քաղաքական ճնշում է։ Երբ քննչական մարմինները մի գործը քարշ են տալիս տարիներով, որովհետև մարդը ընդդիմադիր է, իսկ մյուս գործը փակում են ժամերի ընթացքում, որովհետև մարդը իշխանության յուրայինն է, դա հենց ընտրովի արդարադատությունն է։ Եվ երբ քաղաքացիներին գիշերը կամ առավոտ կանուխ տնից դիմակավորված տանում են իշխանությանը քննադատելու համար, դա հենց բռնապետություն է։ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի գործը դարձել է խորհրդանիշ։ Խորհրդանիշ այն իրականության, որտեղ իշխանությունը չի հանդուրժում ոչ միայն քաղաքական ընդդիմախոսին, այլ նույնիսկ ազգային ցավի մասին հիշեցնողին։ Մարդը, որ կորցրած հայրենիքի մասին է խոսում, որը հիշեցնում է, որ Արցախի հարցը փակված չէ, որ մեր ժողովուրդն ունի իրավունք իրավետյաց երկրում ապրելու, սա քաղաքականություն չէ, սա ազգային հիշողության դեմ ուղղված բռնություն է։ Եվ վերջապես, Հայաստանում կա կին քաղբանտարկյալ։ Այո, այս իշխանությունը հալածում է նույնիսկ կանանց։ Հասարակության այն խմբին, որը յուրաքանչյուր ժողովրդավար երկրում համարվում է հասարակության ամենաբարձր պաշտպանված շերտերից մեկը։ Կնոջը ներկայացնել որպես սպառնալիք, դա արդեն ոչ թե ուժի, այլ վախի ցուցիչ է, ոչ թե իշխանության ինքնավստահության, այլ իրականում իշխանության խորը թուլության ցուցիչ։ Երկիրը, որտեղ կնոջը փակում են, բանտում իր քաղաքական դիրքորոշման համար, չի կարող աշխարհին պատմել մարդու իրավունքների մասին։ Նա կարող է խոսել միայն մեկ բանի մասին՝ ժողովրդավարության խոստումով բռնապետություն կառուցելու նուրբ արվեստի մասին։ Եվ հիմա ամենացավոտը՝ իրավապաշտպանները լուռ են, միջազգային կառույցները լուռ են, իսկ իշխանության համար այս լռությունը դարձել է հարմարավետություն, ավելի շուտ կանաչ լույս։ Այն կազմակերպությունները, որոնք մինչ 2018 թվականը աղմուկ էին բարձրացնում յուրաքանչյուր աննշան խախտման մասին, այսօր նախընտրում են չնկատել քաղաքական կալանավորումները, չեն խոսում, չեն արձագանքում, չեն կանգնում բռնության ենթարկված մարդու կողքին։ Իրավապաշտպանի լռությունը օրինականացնում է անօրինականը։ Իրավապաշտպանի լռությունը դառնում է բռնության կամ դրա հանդուրժողության նշան։ Այսօր անհրաժեշտ է պայքարել ոչ միայն ընդդիմադիրների իրավունքի համար, այսօր պետք է պայքարել Հայաստանի որպես պետություն գոյություն ունենալու համար կամ գոյության իրավունքի համար։ Պետությունը, որտեղ մարդիկ բանտարկվում են իրենց խոսքի համար, այլևս ժողովրդավար չէ։ Պետությունը, որտեղ Արցախի պատգամավորին լռեցնում են Արցախի մասին բարձրաձայնելու համար, այլևս ազատ չէ։ Պետությունը, որտեղ կանայք դառնում են քաղբանտարկյալ, այլևս արդար չէ։ Այս իրավիճակը չպիտի շարունակվի։ Քաղաքական հետապնդումները, ընտրովի արդարադատությունը եւ քաղբանտարկյալների գոյությունը քայքայում են մեր պետությունը։ Ժողովուրդը պահանջ ունի։ Օրենքը, արդարությունը եւ վստահությունը պետք է վերականգնել։ Իրավունքի ու ժողովրդավարության ուժը պետք է թույլ չտա, որ իշխանությունը շարունակի տիրապետել վախով ու ճնշումով։ Պետք է փոխել այս իրավիճակը օր առաջ։
Մեր երկրում իշխանության պետք է լինի միայն այն ուժը, որը չի խախտում քաղաքացիների իրավունքները։ Օրենքը, արդարությունը եւ վստահությունը կարող են վերականգնվել միայն այն իշխանության ժամանակ, որը չի վախենա ճշմարտությունից եւ չի հետապնդի մարդկանց իրենց համոզմունքի համար։ Պետք է վերադարձնել մեր երկրին օրենքի ուժը, արդարությունը, վստահությունը։ Վերջում ուզում եմ մտաբերել այն падգամը, որը դարերով մեզ պահել է որպես ազգ եւ առաջնորդել է որպես հավատավոր ժողովուրդ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեզ սովորեցնում է, որ մարդու կյանքի գլխավոր նպատակը արժանանալն է Աստծո արքայությանը, այդ ճանապարհին պահելով ճշմարտությունը, հավատը եւ արդարությունը։ Եվ այստեղ կա կարևոր մի հոգևոր խորհուրդ, ճշմարտություն, որը թերևս այս իշխանությունը ունակ չի հասկանալու։ Ոչ ոք չի կարող փակել ճշմարտության, հավատի եւ արդարության ճանապարհը։ Այդ ճանապարհը չի սահմանափակվում ոչ բանտերով, ոչ կալանքի երկաթե դռներով, ոչ էլ քաղաքական հետապնդումներով։ Եթե մտածում են, որ բանտերը կարող են մեզ հեռացնել Աստծուց կամ վախեցնել արդարության ճանապարհից, ապա սխալվում են, որովհետև Աստծո արքայությունը որոնողը գիտի։ Ճնշումները միայն մաքրում են հոգին, իսկ փորձությունը խորացնում է հավատը։ Իշխանությունը կարող է բանտարկել մեզնից յուրաքանչյուրի մարմինը, բայց չի կարող բանտարկել ոչ մեր խիղճը, ոչ մեր հավատը, ոչ մեր ձայնը։ Եվ եթե այսօր որևէ մեկին փորձում են լռեցնել կամ ահաբեկել, ապա թող հիշեն, վախը միայն բաժանում է, հավատը միավորում, վախը ժամանակավոր է, ճշմարտությունը հավիտենական։ Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Բաքվում պատադարված եւ գերեվարված մեր բոլոր հայրենակիցներին։ Շնորհակալ եմ։